Ահա եւ ձեզ հետ սիրելի ընկերներ, թվային հոգեբանության շրջանակներում անդրադարձանք մեր հնգաթև աստղի երկու կարևորագույն ծրագրերին եւ դրանք էին մեր անհատականության ծրագիրը եւ մեր ծննդյան ամսվա տոհմի կամ ցեղի հետ կապված ծրագիրը։ Ձեր արձագանքներից հասկանալի է դառնում, որ իրականում հնգաթև աստղի միջոցով մարդու ծննդյան օրվա ամսվա եւ տարեթվի վերլուծությունը շատ մեծ տեղեկատվություն է մեր մասին պարունակում հենց այս ծածկագրում։ Եվ ահա եկել է ժամանակը, որ մենք ձեզ հետ միասին ծանոթանանք նաև մեր երրորդ ծրագրին, իսկ այն մեր ծննդյան տարեթվի ծրագիրն է։ Մեր ծննդյան տարեթվի ծրագիրը շատ կարևոր է, որովհետև երբ այն բացվում է եւ սկսում է շատ ակտիվ գործել, սկսում է 35 տարեկանից։ Այս ծրագիրը կապված է մեր մասնագիտական կողմնորոշումների, աշխատանքի, գումար վաստակելու հետ ու կարևոր է, որ մինչև 35 տարեկանը մենք կարողանանք անցնել այն նախորդ երկու կարևորագույն ծրագրերը, որոնք ունեն հստակ ժամանակահատված։ Ճիշտ է, դրանք ունեն հստակ ժամանակահատված եւ եթե մենք այդ երկու ծրագրերը կարողանում ենք դրական կերպով անցնել, նշանակում է, որ մենք 35-36 տարեկանից հետո շատ ավելի քիչ խնդիրներ ենք ունենալու գործնական ոլորտում, քան կարելի է ունենալ։ Իսկ եթե մենք չենք անցնում ժամանակին մեր այդ կարևորագույն երկու ծրագրերը, նշանակում է, որ գործնական կյանքում խնդիրների պակաս չենք ունենալու։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնենք մի նրբության, որ 35 տարեկանում բացվում է ոչ միայն մեր գումարի մասնագիտական կողմնորոշման ծրագիրը, այլ համաժամանակյա բացվում են նաև մեր հարաբերությունների ծրագիրը եւ մեր առողջության ծրագիրը։ Թեպետ առողջության ծրագրի մասին պետք է նշեմ, որ առողջության ծրագիրը, եթե մենք խնդիրներ ենք ունենում մինչև 25 տարեկանը, ապա այս դեպքում մենք անպայման ոչ միայն պիտի ուշադրություն դարձնենք մեր առողջության ծրագրին, որը ցանկացած պահի կարողանում է ակտիվանալ, եթե մենք չենք անցնում մեր տվյալ ծրագիրը, այլ նաև մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք մեր անհատականության ծրագրին։ Մենք ունենք 1-ից 9 թվանշաններ, դուք արդեն տեղյակ եք բոլոր այս մարդկանց տվյալներին եւ համառոտ նկարագրին, թե յուրաքանչյուր թիվ իրենից ինչ է ներկայացնում, նույն կերպ մենք կարողանում ենք անդրադառնալ նաեւ տարեթվի մասով։ Եվ այսպես, եթե խոսում ենք յուրաքանչյուր ամսվա 1-ին, 10-ին, 19-ին, 28-ին ծնված մարդկանց մասին, ապա այս մարդիկ պետք է ունենան իրենց սեփական գործը։ Նրանց չի կարելի որպեսզի աշխատեն ուրիշի մոտ եւ նրանք պետք է ունենան իրենց աշխատանքը, լինեն ինքնազբաղ եւ մարդկանց իրենք հանձնարարություններ տան եւ իրենք տեսնեն, թե ինչպես է այդ գործը առաջ գնում։ Այսինքն այս դեպքում նաեւ պետք է մեկերը ուշադրություն դարձնեն, որ աշխատանքում մարդկանց չճնշեն եւ հիպերվերահսկողությունը անհրաժեշտ է աշխատանքում վերացնել, որովհետեւ եթե մեկերը աշխատանքում վերահսկող են, ճնշող են, իրենց կարծիքը թելադրող են, կամ առավել եւս երբ որոշում են, որ միայն այդ աշխատանքը իրենք կարող են լավագույնս կատարել, նշանակում է, որ գումարի հոսքը պակասելու է եւ որպեսզի ավելանա, պետք է նշված կետերի հակադիրը կատարել։ Ինչ վերաբերվում է յուրաքանչյուր ամսվա 2-ին, 11-ին, 20-ին, 29-ին ծնված մարդկանց, ապա նրանք թվով 2 են համարվում եւ այս մարդիկ ի ծնե հոգեբաններ են համարվում։ Նրանք ունեն հրաշալի ձայնային տվյալներ, նրանց կարելի է ժամերով լսել եւ նրանք կարողանում են այնպիսի մասնագիտություններ ընտրել, որը օրինակ կապված է ձայնային տվյալների հետ, վոկալի հետ, բեմի հետ, հանրային խոսքի հետ, հաղորդավարության հետ, բլոգ վարելու հետ, այսինքն մարդը երբ իր ձայնով ներկայանում է հանրությանը եւ իր ձայնով կարողանում է արժանանալ մարդկանց ուշադրությանը։ Այսօր նաև կանդրադառնանք երեքներին, նրանք են յուրաքանչյուր ամսվա 3-ին, 12-ին, 21-ին, 30-ին ծնված մարդիկ։ Այս մարդիկ իրականում ծնվել են որպեսզի փայլեն բեմին։ Նրանք ունեն վերլուծական միտք, ունեն այս մարդիկ կրեատիվ մտածողություն եւ այս մարդկանց էլ աշխատանքում խորհուրդ է տրվում չիշխել, սեփական կարծիքը չթելադրել, սեփական գծագրված կառուցվածքով աշխատանքը առաջ չտանել։ Նրանք պետք է
անպայման կյանքում ինքնադրսևորվեն եւ չպետք է օրինակ ամուսնանալուց հետո հույսը դնեն զուգընկերոջ աշխատած գումարի վրա, որովհետեւ ի տարբերություն մյուս թվերի, եթե երեքները չեն աշխատում, ապա արգելափակում են իրենց զուգընկերոջ գումարի հոսքը։ Այսօրվա համար նախատեսել էի այսքանը։ Մնացեք խաղաղությամբ, իսկ հաջորդիվ տեսանյութերում կանդրադառնամ արդեն 4-ին, 5-ին եւ 6-ին։